Խոսեցիք տոներից, բայց չասեցիք մի տոնի մասին, որը հեղափոխությունից հետո է կարծես ամրագրվել, քաղաքացու օրվա մասին։ Խորոված բան անելու եք օրինակ Վարդանանց հրապարակում։ Քաղաքացու օրը իմ համար ոնց անհասկանալի տոն եղել է, այդպես է անհասկանալի տոն մնում է, որովհետև այդ տոնի հետ կապված որոշ մարդիկ կարող են ունենալ հիշողություններ, որ իրենց մոտ ստացվել է գալ իշխանության, ես այդ տոնը սկո օրերի մեջ կներառեի Հայաստանի Հանրապետության, սև գույնով կներկեի, որովհետև այդ օրվանից սկսված Հայաստանի Հանրապետությունում խորոված ուտելու կուլտուրան դառավ գերակա մշակույթի, գիտեք, ես մի անգամ ասել եմ, թե մայիսի 8-ը, թե մայիսի 28-ը, թե ես մայիսի 8-ը Նիկոլ Փաշինյանի ընտրության ետատեստով երբեք չեմ վերաբերվել ու երբեք չեմ վերաբերվելու, իմ համար մայիսի 8-ը Շուշիի ազատագրման օրն է, այդպես եղել է, այդպես կա ու այդպես մնալու է, իսկ թե այդ օրը Նիկոլ Փաշինյանը ինչպես դարձավ Հայաստանի Հանրապետության վարչապետ եւ ինչ փորձանքներ ու ինչ կործանում բերեց մեր պետությանը, դրա մասին ավելի հստակ հետագայում պատմաբանները կխոսեն, կարծում եմ դատա իրավական համակարգն էլ կխոսի դրա մասին։ Պարոն դուք խոսեցիք ձեր ծրագրերի մասին։ Ընտրությունը միջոց է, չէ՞, այդ ծրագրերն իրականություն դարձնելու։ Այստեղ դուք ձեր 3 քվեն տվեցիք Վարդան Ղուկասյանին միայն որ իշխանափոխություն լինի այստեղ, թե որ վստահ եք, որ այն ծրագրերը, որոնք խոստացել է կատարել, իրականություն կդարձնի։ Ես նոր ավագանու նիստի ժամանակ էլ իմ ելույթում ասեցի, որ մենք կատարել ենք նվազագույն խնդիրը որպես ընդդիմադիր ուժ։ Մենք ապահովել ենք Գյումրիում քաղաքացիական պայմանագիր կուսակցության քաղաքապետի չընտրությունը։ Գյումրին ունի ընդդիմադիր ուժ ներկայացնող քաղաքապետ։ Դա եղել է իմ ծրագրի մասերից մեկը, որի մասին ես բաց հայտարարել եմ, երբ որ ներկայացրել եմ ինձ որպես քաղաքապետի թեկնածու։ Բացի դրանից, մեր ծրագրերը, ինչ ծրագրեր, որ ես ներկայացրել եմ մեր ընտրողներին, ես այսօր էլ ասեցի, մենք քաղաքապետին իհարկե ներկայացնելու ենք։ Ու եթե քննարկման արդյունքում հասկանանք, որ այդ ծրագրերի ինչ որ հատված կարողանալու ենք իրականացնենք, մենք ստանձնելու ենք մեր մասով դրա իրականացումը, որովհետև եթե դուք հիշում եք, ես անընդհատ ասում եի, որ այդ ծրագրերի արդյունքում քաղաքապետարանի բյուջեից մի դրամ չի ծախսվել։ Այսինքն մենք առաջարկելու ենք, հիմա եթե քաղաքապետը հարմար կգտնի դա ներառել իր ծրագրի մեջ իրականացման, մենք ուրախ կլինենք դա իրականացնելու։ Եթե կլինի սկզբունքային անհամաձայնություն, մենք կշարունակենք աշխատել քաղաքապետարանում որպես ավագան։ Պարոն Մխիթարյան, դուք Հիշի, Նարեկ ջան։ Դուք ձեր ընտրությունը որոշումը կայացնելիս, որ աջակցելու եք ընդդիմադիր 3 ուժերին, ընդդիմադիր առավելագույն ձայն հավաքած տեխնացուին հաշվի առակ այն 17,000 գյումրեցիների կարծիքը, որ նրանք ուզում էին Սարիկ Մինասյանը լինի քաղաքապետ։ Ես կարծում եմ, որ պարոն Ղուկասյանը փորձելու է լինել բոլոր գյումրեցիների քաղաքապետը, այլ ոչ թե միայն ընդդիմադիր հատվածին ձայն տված կամ միայն իրեն ձայն տված 9,000-ից ավել քաղաքացիների քաղաքապետը, որովհետև ի վերջո երկար տարիներ մարդը քաղաքապետ աշխատել է եւ իր քաղաքացիների հետ նվազագույնը հարաբերվելու ձևը, տեսակը, խոսքը հաստատ ունի, բացի դրանից այս տարիների ընթացքում, ինչպես մենք ենք բոլորս մեծացել, վստահաբար պարոն Ղուկասյանն էլ փոխվել։ Ինչ է նշանակում փոխվել, դուք ասում եք, Սրբազանն ասում է։ Մենք միշտ փոխվել բառի մեջ ենթադրում ենք դրականը։ Այսինքն առաջ վատներ, պարոն Ղուկասյան։ Ես չեմ ասում վատներ, ես էլ կներեք, ես էլ 15 տարի առաջ, շատ 15 տարով ավելի քիչ փորձառություն եմ ունեցել, 15 տարի առաջ ավելի կենսափորձս է ավելի քիչ եղել, եթե կարող եմ ինձ թույլ տալ բանը մի իմաստնանալ բառը օգտագործել, որովհետև բոլորս էլ կենսափորձի հետ նաև հավելյալ պաշար ենք ձեռք բերում իմաստության առումով էլ, այդ նկատի ունեմ, երբ որ ես ասում եմ, որ տարիների ընթացքում վստահաբար բոլորս ու պարոն Ղուկասյանը նույնպես փոխվել են։ Թե ինչ տեղի կունենա հետագայում ու ընթացքում, դա իհարկե բոլորիդ աչքի առաջ է լինելու ավագան նիստերի եւ իհարկե հնդածս տեղի ունեցող աշխատանքների
արդյունքում ես մի բան էլ ավելացնեմ ու վստահ եմ բոլորդ հոգնել եք, որպեսզի ձեզ ժամանակը շատ չչարաշահի։ Ես բոլորիցդ շատ շնորհակալ եմ, որովհետև այն արդյունքը, որը այսօր Գյումրիում ընդդիմությունը գրանցել է, նաև ձեր բոլորի աշխատանքի արդյունքն է, որովհետև տեսեք, ես երբեք ինձ թույլ չեմ տալիս ասել ընդդիմադիր լրատվամիջոցներ, իմ համար լրատվամիջոցը կամ օբյեկտիվ է կամ իշխանական։ Ես շնորհակալ եմ, որ դուք մեծամասամբ փորձել եք օբյեկտիվ լինել եւ այն սկզբունքային վերաբերմունքը ընտրական process-ին կապ չունի, դա վերաբերվել է ընդդիմության թույլ տված ենթադրյալ խախտումներին, թե իշխանության թույլ տված ենթադրյալ խախտումներին, ձեր մասնագիտական բարձր որակների արդյունքում մենք կարողացել ենք նաև ձեր մասնագիտական բարձր որակների արդյունքում դիտորդների լավ աշխատանքի արդյունքում վստահված անձանց լավ աշխատանքի արդյունքում կարողացել ենք գրանցել այս արդյունքը շնորհակալ եմ ձեզ ձեր մասնագիտական աշխատանքի համար եւ ձեր մարդկային բարձր որակների համար Շնորհակալություն։ Այսպիսով տրիբյունայի մի հարգելի հետևորդներ ավարտեցինք մեր աշխատանքը Գյումրի